Եղեցի անուն քո, եկես արքայություն քո, եղեցին կամք քո, որպես հետքինս և երկրի, ըստ հաց մեր հանապազորդ, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկեաց մեզի չարեն, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, ըստ բարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, իջոր խորհրդոցի բանից և ի գործոց փրկեաց մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացած ամեն։ Առաջին հանդիպման ժամանակ եմ ձեզ ասել, կան ընդամենը 4 առակներ, որոնք տեղ են գտել բոլոր 3 համատես ավետարաններում, թե Մատթեոսի, թե Մարկոսի և թե Ղուկասի։ Եվ սրանցից առաջինը Սերմնացանի առակն է, ինչից և մենք սկսում ենք ըստ էության մեր սիստեմատիկ փուլը, որոնք աճելու հերթականություն են ունենալու։ Շատ հետաքրքրական բան կա Սերմնացանի առակը յուրօրինակ է նրանով, որ այս առակը Հիսուս Քրիստոսը հերիք չի պատմել, մի բան էլ ինքը անձամբ մեկնել ու մեկնաբանել է։ Եվ ձեր մոտ կարող էր բնական հարց առաջանալ, թե ուրեմն ինչի մասին այսօրվա մեր սերտողությունը, ըստ էության առակը պատմվել է Հիսուսի կողմից, առակը մեկնվել է Հիսուսի կողմից։ Էլ ինչ ունենք մենք ավելացնելու, կոպիտ ասած Հիսուսի խոսքին։ Բնականաբար ոչինչ չունենք ավելացնելու, բայց ունենք տեղեր, որտեղ անհասկանալի բաներ կան, որոնք և միտված ենք մենք իրար հետ վերլուծելու այսօրվա իմ խոսքի բուն իմաստը լինելու են հենց այդ տեղերը, որոնք գուցե թե դժվար լինի ըմբռնել։ Հիմա ինչ եմ ուզում իրար հետ անենք էքսպերիմենտալ մի բան։ Ես ուզում եմ հիմա մեր կենտրոնանալու համար բոլորդ թակեք ձեր աչքերը, կենտրոնանաք, փորձեք առակի պատմությունը լսել, որովհետև սա պատում է, սա շատ սիրուն պատում է, որ պետք է ֆիքսեք, քանի սերմ կար, քանի հող կար, որը ուր ընկավ և ինչ եղավ։ Աչքերը փակեք։ Կարդում եմ ձեզ համար ըստ Մարկոսի ավետարանի, որովհետև Մարկոսը ամենաբարդն է գրել ըստ էության և մենք ըստ Մարկոսի կփորձենք մեկնել։ Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ լճի վրա։ Իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր, լճի եզերքին։ Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր. «Լսեք ահա, մի սերմանով ելավ սերմանելու, պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան այն, ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր, բայց երբ արևը ծագեց, տաքացավ և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, փշերը բարձրացան և խեղդեցին այն և պտուղ չտվեց։ Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով պտուղ տվեց, մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 և մեկի դիմաց 100, և ասում էր, ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Երբ Հիսուսն առանձին մնաց, նրանք, ովքեր նրա շուրջն էին, աշակերտների հետ հարցրին նրան այս առակի մասին։ Հիսուսն ասաց նրանց. «Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի, այնպես, որ ինչքան էլ որ նայեն չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն չեն հասկանա, որով դարձի չեն գա, որ ներվի նրանց»։ Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպես պիտի հասկանաք մյուս բոլոր առակները, նա որ սերմանում է, Աստծո խոսքն է սերմանում։ Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Ապառաժի վրա սերմանվածները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն, բայց քանի որ իրենց մեջ արմատներ չունեն, այլ որոշ ժամանակի համար են, ապա երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում են։ Փշերի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, սակայն այս աշխարհի հոգսերն ու
հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում, իսկ լավ հողի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, ընդունում այն պտուղ տալիս, մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 և մեկի դիմաց 100։ Կարող եք վերադառնալ, սա առակն է ըստ էության, չնայած ես շատ կուզեի, որ մենք ամբողջական գլուխը կարդանք, որովհետև առակը կոնկրետ ասելիք և անելիք ունի Մարկոսի ավետարանի հենց այս գլխում։ Տեսեք, եթե Ղուկասի ավետարանը օրինակ հայտնի են որպես առակների ավետարան և իր մոտ շատ են առակները և տարբեր տեղերում են խճողված, ապա Մարկոսի ավետարանում առակները կոնկրետ նշանակություն ունեն և հետաքրքիր է, որ սրանով լինում է առակների բացումը Մարկոսի ավետարանում։ Սա առաջին առակն է, առաջին ավետարանում և Մարկոսի մոտ է, որ մի փոքր դժվար հասկանալի բաներ կան։ Եթե նկատել եք, ես ձեզ ուղարկել էի առանց այս միջադաս հատվածի, որովհետև սա թերևս ամենադժվար հատվածն է, որ առակի հետ երբեմն չեն էլ ասոցացնում մեկնիչները, որ ավելի հեշտ կարողանան մեկնել ու մեկնաբանել։ Հիմա գանք սկզբից։ Գանք իմ ամենասիրելի մասից, մշակութային համատեքստից, առանց որի որևէ առակ հնարավոր չի լինի ուղղակի հասկանալ։ Ուրեմն ոնց է սկսվում մերս գլուխը, 4-րդ գլուխն ու պատմությունը, ասում է Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին։ Ուրեմն մինչև էս Հիսուս Քրիստոսը ուսուցանում էր սինագոգում, որպես հրյա վարդապետ, որպես ռաբբի, մտնում էր տաճար, չէ, օրինակ Ղուկասի ավետարանի 4-րդ գլխում ասում է մտավ տաճար, բացեց այդ օրվա գիրքը, որ Եսայի մարգարեությունից էր, և կարդաց Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար ինքն ընտրեց ինձ քարոզելու աղքատներին, սրտով բեկվածներին և այլն։ Ինքը որպես վարդապետ, որպես ռաբբի, քարոզում էր սինագոգներում նախ, բայց եկավ հասավ այն պահը, երբ որ ինքը հասկանում էր, որ իր լսարանը արդեն շատ մեծ է նախ սինագոգում տեղավորելու համար, և իր խոսքի բնույթն էլ այլ է, քան այն ինչ որ պիտի լինի սինագոգում, և դրա համար էր, որ ինքը տաճարից դուրս եկավ։ Այդ տեսեք, ես երբ որ խոսում էի թե Սարգսին, թե Արմանին, ասացի, որ սա քարոզ չի։ Ինչու ասացի, որովհետև քարոզ խոսում են եկեղեցում կոնկրետ ինչ-որ թեմայի շուրջ, բարոյախրատական ինչ-որ դաս փոխանցելու համար։ Եվ դա եկեղեցում շատ լավ է, որ խոսեն։ Սովորաբար քարոզ խոսում են հենց եկեղեցում, երբեմն երբ որ տեղափոխում են ինչ-որ սրահներ, պատճառն ուղղակի այն է, որ ավելի շատ մարդիկ կարողանան ներկա գտնվել, բայց քարոզի տեղը եկեղեցին է։ Իսկ այս Սուրբ գրքի մեկնություն ու սերտորություն սովորաբար եկեղեցիներում չեն անում։ Անում են ինչ-որ հատուկ սրահներում, վայրերում, որտեղ հնարավոր կլինի այսպես նստել, առավել ևս բարեբախտություն պիտի ունենայինք, եթե սեղաններ ունենայինք, ամեն մեկը իր Սուրբ գիրքը, իր նշումները։ Հիմա այս սկզբունքով եկել հասել էր միտեղ Հիսուս Քրիստոսը, որ իրեն արդեն սինագոգը չէր հերիքում։ Ինքը ուներ մեծ լսարան, ինքը ուներ մեծ բանակ, և իրեն պետք էր ավելի շատ բազմություն, որ իր հետևից կգնա, իրեն պետք էր տեղ, որտեղ ավելի շատ մարդիկ կհավաքվեն և ավելի շատ իր խոսքը կլսեն։ Եվ ինչ է անում, ասում է լճի եզերքին, պատկերացնում եք, մոտավորապես հիմիկվա նման, եթե գնանք ինչ-որտեղ որոշենք բացօթյա նստել, հաստատ նստելու ենք ինչ-որ գեղատեսիլ, չէ, կանաչ բնության գրկում հաճելի, հիմա լճի եզերք ունենք, Գալիլեայի լիճն է, որ իր հրյաների այսպես ստանդարտներով մեծ լինելու պատճառով հրյաները նաև ծով էին կոչում, Գալիլեայի ծով։ Այստեղ Հիսուսը այս ծովեզերքին հաճախ պտտվում և քարոզում էր աշակերտներին։ Հիմա ինչ է անում, ասում է մի նավ նստեց և հեռացավ ծովեզերքից, այսինքն արհեստական բեմ ստեղծեց, այսպես ասած, առանձնանալով ժողովրդից, գալով լճի մեջ, նավակի վրա և սկսեց քարոզել ժողովրդին։ Եվ այս պահին ուզում եմ պատկերացնեք, որ ընդհանրապես պատահական չէր, որ Հիսուսի մտքին օրինակ եկավ Սերմնացանի օրինակը։ Այսինքն օրինակ հիմա եթե ես որոշեմ հենց հիմա ինչ-որ այլաբանություն կամ համեմատություն ներկայացնեմ, շատ մեծ հավանականությամբ ընտրելու եմ այստեղ եղած որևէ իրից կամ պարագայից։
Ուրեմն Հիսուսի տեսադաշտում շատ հավանական է, որ եթե պատկերացնում եք, ասենք աշխարհագրության մինիմալ իմացություն է պետք սրա համար, որ սովորաբար ռոք քելի ջրերը, հողերը լինում էին ինչ-որ ջրամբարների կողքին, իսկ լիճը դիտարկվում էր որպես ջրամբար։ Հրեական հողերը բերի չէին։ Շատ ապառաշ քարքարոտ հողեր էին, որոնց վրա երբեմն լինում էր լավ հողաշերտ, որ մարդիկ թյուր իմացաբար կարծում էին, թե լավ հող է, եւ դրա համար այդ օրինակները Հիսուսը բերում։ Ու հիմա պատկերացնում եք Հիսուսը նավակի վրա նստած, եկել է լճի մեջտեղը, խոսում է ժողովրդի հետ, մենք էլ օրինակ տեսնում ենք այն կողմը, ինչ որ մեկը սերմաց անում։ Օրինակը միանգամից գալիս է իր մոտ, եւ այդ մարդկանց համար էլ էս օրինակը խորց չի։ Այսինքն ուզում եմ հասկանալ, որ Հիսուսի համար ինչ-որ դասագրքային բաներ կոպիտ ասած չկային, կյանքից տեսնում էր հենց այդ պահին ադապտացնում էր տվյալ իրավիճակին։ Եվ իր քարոզների ուժգնությունը, անմիջականությունը դրանցով էր պայմանավորված, որ ժողովուրդը տեսնում էր, որ իր կյանքից է։ Հիսուսը տեսնում է մի մարդ սերմանում է ու սկսում է առակ պատմել, ասում է պատկերացրեք, մի մարդ մինչև պատկերացնելը, իսկ գիտեք ոնց էին սերմանում։ Սերմանելու երկու տարբերակ կար հրեաների մոտ։ Նախ որ պատկերացնենք իրենց հողերը, այսպես մաս-մասի էին բաժանված, արանքներում փոքրիկ ճանապարհներ կային, որոնցով քայլում էին, եւ սերմանելու երկու տարբերակ կար։ Մեկը, երբ որ մարդն էր սերմանում, ասենք լցնում էր ինչ-որ պարկի մեջ սերմը, քայլում էր այդ տարածքում եւ սկսում էր սերմը գցել, որտեղ որ կընկներ։ Այս առակի նման, այսինքն երբ որ դու գցում ես, չէ, բնականաբար նպատակային գցում ես հողի վրա, բայց շատ հավանական է, որ մի սերմը կթռնի, ասենք ճանապարհի եզրին, մի սերմը կընկնի բերի հողի մեջ, մի սերմն էլ ուրիշտեղ, որտեղ դու չէիր նախատեսել։ Երկու տարբերակ կար սերմանելու, մեկը անձնական, երբ որ մարդն էր սերմանում, եւ կար երկրորդ տարբերակը, երբ որ ավելի ծույլ մարդկանց համար էր սա եւ ավելի մեծ քանակությամբ սերմանելու, մեծ պարկի մեջ էին լցնում սերմը, այդ պարկի վրա ծակեր էին անում, պարկը կապում էին էշից եւ էշին այդպես ման էին տալիս այգով մեկ, որտեղ որ ցաներ, էլի ուզում եմ ասել այդ հավանականությունը, որ կընկներ ամենում շատ մեծ է, որովհետեւ օրինակ 20-րդ դարում մի այսպիսի շարժում սկսվեց, որ փորձեցին պատմաքննադատական խիստ քննադատության լույսի ներքո նայել այս հարցերին, Հիսուսի առակներին եւ այլն, եւ մի մեկնիչ այսպես հարց էր առաջ քաշում, ասում էր ես եղել եմ այգում եւ տեսել եմ, որ այդ այգին մշակողները գիտեն առնվազն սերմը ունենց անում։ Եվ ուզում էր սրանով ասել, որ Հիսուսի նկարագրած առակը իրականությունից հեռու է, այսինքն լավ սերմանողը կյանքում սխալ տեղ սերմ չի ցանում։ Բնականաբար այս մարդու մեծագույն խնդիրն այն էր, որ ինքը չէր տիրապետում հրեական այդ ժամանակի մշակույթին։ Հիմա գնանք առակով, ինչ է ասում է սերմանողը ելավ սերմանելու, ենթադրում ենք, որ բռով է ցանել, եթե մարդու մասին է խոսքը սերմանողի։ Եվ ասում է, պատահեց, որ սերմանելու ժամանակ առաջին սերմերը ընկան ճանապարհի եզրին։ Ճանապարհի եզրին, պատկերացնում եք, չէ՞, ճանապարհով ցանելով գնում է, ու շատ նորմալ է, որ ճանապարհի եզրին էլ կկարողանա ընկնել այդ սերմերը։ Ճանապարհի եզրին ընկած սերմերը, թռչունները գալիս են ու ուտում, բնականաբար, որովհետև հողի մեջ չի ընկել, կյանք չունի, ջուր չի հասել, ինչ պիտի անեն, թռչունները պիտի ոչնչացնեն։ Ուրիշ մասը ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար եւ իսկույն բուսավ, որովհետեւ հողը խորունկ չէր, բայց երբ արևը ծագեց, տաքացավ, քանի որ արմատներ չուներ ու չորացավ։ Ոնց որ ասեցի ձեզ, ըստ որ ասում են ապառաժ, մի պատկերացրեք մեր նման քարքարոտ բնականաբար բնաշխարհ չունի Իսրայելը կամ Պաղեստինը, խոսքը նրա մասին է, որ իրանց հիմնականում հողերը հենց այդպիսին էլ կային, որ քարքարոտ էին, լավագույն դեպքում երբեմն վերևից բերի շերտեր երևում, մարդիկ խաբվում էին, ցանում էին, արագ աճում էր, բայց հետո չորանում էր միանգամից, որովհետև խոր արմատներ չուներ, որովհետև տակը բերի հող չէր։ Եվ սա ամենաշատ հանդիպող դեպքն էր հրեաների մեջ։
Եվ ասում է մի ուրիշ մասն էլ ընկավ փշերի մեջ, փշերը բարձրացան եւ խեղդեցին այն եւ պտուղ չտվեց։ Որ պատկերացնեք, այնպես չի ասենք փուշ կար, մարդը տանում փշերի մեջ էր ցանում։ Լինում է, չէ, եթե այգեգործությամբ երբևէ զբաղվել եք կամ եղել եք այդպես տեղում դաշտերում, տեսած կլինեք, որ կա մի սեզոն, երբ որ այդ մոլախոտերը աճում են, ու դրանց երբեմն օրինակ, եթե նույնիսկ գերանդիով են կտրում, արմատները մնում են հողի մեջ։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է այդ շեշտը, որ փշերը ելան եւ խեղդեցին։ Այդ փշերը չկային, այո։ Այդ մարդը այն ժամանակ էլ պատկերացնում եք, չէ՞, այսօրվա զարգացած աշխարհը չէ, որ հատուկ ինչ-որ թունաքիմիկատներ լինեին, հա, ինչ-որ բաներ լինեին, որ ասենք ցանեին այդ ամեն ինչը վերանար, չէ՞։ Փշերը կային ուրեմն արմատները, ջուրը ընկել էր, անձրև էր եկել, ասենք այդ փշերը աճել էին ու խեղդել էին այն սերմին, որ ընկել էր։ Եվ ասում եմ մի մասը ընկավ լավ հողի մեջ, բուսնելով աճեց ու պտուղ տվեց, մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60, մեկի դիմաց 100։ Եվ ասում է ով լսելու ականջ ունի, թող լսի։ Հիմա մեկնիշներին այս թվերն են հետաքրքրել, թե ոնց կարող է մի սերմը, ասենք 30, 60 կամ 100 արդյունք տալ, ենթադրելի է, որ սա նրա մասին է, որ օրինակ սերմը գնաց, ոչ թե նրա մասին է, որ կարող է այսքան սերմ ցանես 100 անգամ ավել բերք ստանաս, այլ այն հաշվարկով, որ երբ որ մի սերմը ընկնում է հողի մեջ, այդ մի սերմից ցողուն է աճում, այդ ցողունի վրա տարբեր չէ, այսպես ասած սերմաշերտեր, սերմեր, եւ դրանք կարող են մի քանի անգամ ավել լինել։ Այստեղ կան նաեւ մեկնիշներ, որոնք մտածում են, որ սա գուցե կարող է հղում լինել ծննդոց գրքին, որտեղ 26-րդ գլխի, եթե ճիշտ եմ հիշում, 10 համարում մեկին 100 արդյունք ստացավ, այդ անպայման որ սովեր չգնաց Եգիպտոս, մնաց ցանեց։ Դրան էր հողում անում Հիսուս Քրիստոսը այս թվերը նշելով։ Հիմա շարունակությունը ամենադժվար հատվածն է, որովհետև տեսեք, ասում է, երբ որ Հիսուսը առանձին մնաց, նախ արդեն վիճահարույց է, որ եթե նավակի մեջ են ու եթե ժողովուրդը կանգնած է, ոնց առանձին մնացին, ուրեմն նավակը քշեցին գնացին, բայց տրամաբանական չի, որովհետև հետո էլի առակներ կպատմի, ուստեղ 35 համարում կասի այդ օրը երեկոյան կողմ Հիսուսը աշակերտներին ասաց, եկեք անցնենք լճի մյուս կողմը, կամ էլ նավակից իջել է։ Եվ ասում է աշակերտները թողեցին ժողովրդին եւ իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Այս խնդիրը կա ամենայն գոնե համոզող վարկածը այնա, որ հավանաբար քան որ Մարկոսը Պետրոսի պատմածներն էր լսել, գուցե շփոթել է տեղը, գուցե հերթականությունը ճիշտ չի պահել ու սա չպետք է անգնել այս արանքում, էլի աշակերտների հետ մնաց Հիսուսը, աշակերտները եկան մտերին, իրան հարցրին, ասեցին այս ինչի մասին էր այս առակը եւ Հիսուսը ասում է սկսեց իրենց նախատել, ասեց ձեզ է տրված իմանալ Աստծո արքայության խորհուրդները, բայց նրանց համար ովքեր դրսից են, այս ամենակարևոր բառն է, ամեն ինչ առակներով կլինի, այնպես որ ինչքան էլ որ նայեն չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն չեն հասկանա, որով դարձի չեն գա, որ ներվի նրանց, Եսայի մարգարեության մեջբերումն է։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հիսուսը ասում է, որ աշակերտներին գիտեք, այս ինչ որ պատմում եմ, սրանք մենակ դուք եք հասկանալու, այդ այն մարդկանց համար չի, դրսից եկածների համար չի, իսկ իրանք ուզենել չեն հասկանա, այսինքն ես հատուկ առակներով եմ պատմում, որ չհասկանան։ Ուստեղ է ամբողջ խնդիրը, որովհետև մենք գիտենք, որ Քրիստոսի խնդիրը ճիշտ հակառակն է։ Այսինքն մարդը առակով էր խոսում, այդ սերմնացանի օրինակը ինչի է բերում, քաղաքական ներողություն, քաղաքացիական ասենք շրջապատում ինչ-որ էլիտայի մեջ սերմնացանի օրինակ չէր բերելու, որ մարդիկ գուցե չգիտեն են հողը ոնց են մշակում կամ սերմը առհասարակ ցորենի սերմ ոնց են ստանում։ Պատկերացնում եք, այսինքն ստեղ մենք հստակ գալիս ենք հակասության,
որ Հիսուս Քրիստոսը պատմում էր իր առակները, ճիշտ հակառակը, որ մարդիկ իրեն ավելի հեշտ հասկանային։ Ենթադրելի է, այստեղ մեկնիշները շեշտը դնում են այս դրսից բառի վրա, թե ում կարող նկատի ունենալ Հիսուս Քրիստոսը ասելու համար, որ այս դրսից եկած մարդկանց համար չի։ Անշուշտ առաջին իմաստով նկատի ուներ հրեաներին, ներողություն հեթանոսներին, լինելով հրեա քարոզիչ, նկատի ուներ, որ հեթանոսները, որոնք տարբեր աստվածների են պաշտում, ունակ չեն հասկանալու այդ մի աստվածության գաղափարը, գալու այդ մտքին, այդ ճշմարտության, այդ լույսին, թեև ասում է գուցե նայեն, բայց չեն տեսնի, լսեն, չեն հասկանա։ Եվ երկրորդ վարկածը, որը ավելի եկեղեցական միջավայրում ձևավորվեց առաջին վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում, դա այն էր, որ դրսից եկած մարդիկ նրանք են, ովքեր քրիստոնեության մեջ չեն։ Այսինքն հիմա մենք ինչքան էլ օրինակ ուզենք հոգևոր բաներ խոսել են մարդկանց համար, ովքեր դրա մեջ չեն, իրենք միևնույնն է չեն հասկանալու։ Լսելու են շատ ուշադիր, ասենք մեկին օրինակ խոսես շատ լուրջ սրբերի բարեխոսության մասին։ Եթե այդ մարդը այդ բանի մեջ չի, ինքը չի հասկանա։ Կլսի ու չի հասկանա, կնայի, գուցե ցույց տաս նկար ասես, տես, ասենք չգիտեմ, Սուրբ Թադեոս առաքյալն է ենթադրենք, հատուկ ձեռքին Գեղարդը կամ չգիտեմ պատկերը յուղը, որ բերել են Հայաստան եւ այլն, չի հասկանա այդ մարդը, որտեղ ինքը դրա մեջ չի։ Ենթադրաբար այս խոսքի ամբողջ ծանրությունը ուղղված այս դրսից եղող մարդկանց վրա եւ առաքյալներն էլ ոչ թե առաքյալ էին դրա համար էին ներսից, այլ այն մարդիկ, ովքեր հետևում էին Քրիստոսից, իրենք արդեն ներսի մարդիկ էին։ Եվ մեզ համար էլ ինչ որ իմաստով սա հանձնառություն է Քրիստոսի ճանապարհով գնալու, որովհետեւ մենք դրսիններ չհամարվենք, մենք ներսիններ լինենք։ Եվ Հիսուս Քրիստոսը սկսում է մեկնաբանել առակը, ասելով 4 բան կար, չէ, 4 կետ կար կարևոր, 4 տեղ, որտեղ սերման կապ եւ 4 արդյունք, որ եղավ։ Առաջինը հիշում եք ճանապարհի եզրիներ, չէ, թռչունները կերան, եւ ասում է ճանապարհին այդ ընկած սերմերը նրանք են, որոնց մեջ խոսքը սերմանվում է, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան եւ դուրս է անում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Առաջին ուրեմն ճանապարհի եզրին սատանան է տանում, 1։ Երկրորդը այն ապարաժի կամ ժայռի վրա, որ արմատ չունի, եթե հիշում եք, որ սկզբում շատ ուրախությամբ ընդունում են Աստծո խոսքը, բայց քանի որ հիմք չունեն, իրենց ժամանակի ընթացքում, երբ որ նեղություն կամ հալածանք են կրում, թողնում գնում են, որտեղ հիմք չկա։ Երրորդը փշերի մեջ ընկած խոսքն է, որ աշխարհի դժվարությունները, հոգսերն ու հարստության բادرանքները գալիս ու չեն թողնում, որ այդ մարդը Աստծո հետևից գնա, եւ չորրորդը լավ հողն է, այսինքն հիմա պիտի ես 3-ին անդրադառնանք, 3 իրավիճակ, ճանապարհի եզր, որ սատանան խանգարում է, ապարաժար, որ հող չկա եւ մարդը կիսատ է թողնում, եւ փշեր, որ խեղդում են կյանքի հոգսեր, հարստության պատրանքներ եւ այլն եւ չեն թողնում զարգանալ։ Գալով ամփոփման ես անշուշտ ավելի երկար կուզեի խոսել, բայց փորձեմ 7 րոպեում ամփոփել այս թեման։ Գալով մեր օրեր միշտ իմ ամենասիրելի բանը, ինչպես գիտեք, դա թե այս մեզ հետ ինչ կապ ունի։ Շատ լավ առակ է, բայց մեզ հետ ինչ կապ ունի, մեզ հետ մեծ կապ ունի եւ այս 4 սերմերն էլ գուցե մեր կյանքում կան։ Մեկնիչները տարբեր ձևերով են մեկնաբանում, օրինակ մենք կարող ենք մեկնել այս առակը ելնելով նրանից, թե ինչ նկատի ունի Հիսուսը սերմ ասելով։ Արդյոք խոսքը հենց Աստծո խոսքի մասին է, թե օրինակ խոսքը մարդու շնորհն օգտագործելու մասին է, թե օրինակ քրիստոնեական ճանապարհով քայլելու մասին է, տարբեր ձևով կարող մեկնաբանվի։ Եվ կարող ենք ելնել նաև նրանից, թե այդ սերմը ուր ընկավ, գուցե դրանք են մարդիկ, գուցե այստեղ էլ այլաբանություն ունենք։ Այսինքն հիմա պատկերացնում եք մեկին, ով ամեն կիրակի գա պատարակների, բայց իր տանը ամեն օր ծեծ ու ջարդ լինի, կռիվ լինի, իր շրջապատը շատ վատը լինի, իր աշխատանքի տեղը շատ վատը լինի։ Դժվար թե այս մարդը կարողանա պահել այդ ամեն ինչը։
Հիմա գալով սրան մենք այս երեքից պիտի խուսափենք մեր կյանքում։ Առաջինը ինչ էր, ճանապարհի եզրին ընկնել։ Գիտեք, զինվորականության մեջ ես հիմա էլ ծառայում եմ բանակում, մի այսպիսի բան կա, որ ասում ենք շարք կանգնել, եւ յուրաքանչյուր տղամարդու համար պատիվ է շարք կանգնելը։ Ամեն երկուշաբթի ռազմոտ կա առավոտյան տողան կա, որ դու գնում շարք ես կանգնում։ Եվ վիրավորական արտահայտություն կա, չէ, շարքից դուրս գա, ասում ենք մեքենան շարքից դուրս է եկել։ Հիմա այդ ճանապարհի եզրը ինչ որ տեսակով սահմանում է մեր կյանքի գծերը, որոնց մենք ոչ միշտ ենք անդրադառնում, մեր կյանքի սահմանները, որն է մեր կյանքի ներսը եւ որն է մեր կյանքի դուրսը։ Այստեղ էլ կա, չէ, ներսի եւ դրսի մասին, դրսեցիներին վիրավորող խոսք։ Մենք կարիք ունենք սրան անդրադառնալու այդ եզրերը ճիշտ որոշելու եւ ստեղից լիքը բան կգա մեր կյանք, որ մենք այդ եզրին չպիտի լինենք, չպետք է այդ եզրը անցնենք, պիտի այդ շարքը մեզ համար գծենք եւ այդ շարքի մեջ մնանք մեր կյանքում։ Այդ շարքը կլինի որպես քրիստոնյա գնալ պատարակների, կլինի գնալ քարոզի սուրբ միտք կարդալ, թե կլինի որպես մասնագետ բռնել քո գիծը ու զարգանալ դրա մեջ, թե կլինի որպես ասենք հայրենասեր մարդ քո հայրենիքի համար երկու քարին դնել ու այդ գիծը պահել, չանցնել այդ գիծը, որ քո օրինակ անձնական ապահովության համար գուցե դու կարաս ինչ-որ կողքից ճանապարհներով ինչ-որ բաներ անես։ Այս գիծը շատ կարևոր է եւ այդ գծից այնքան պատահական չի, որ սատանան է։ Տեսեք, ասում անկավ ճանապարհի եզրին սատանան տարավ ճանապարհից այն կողմ է։ Ուրեմն ճանապարհի մեջ է Աստված։ Ճանապարհից այն կողմ մենք անելիք չունենք, մենք մեր ճանապարհով պիտի գնանք, որ տանում է դեպի լույս, դեպի Աստված, ու պատահական չի, որ առաջին դարի քրիստոնյաները իրենց այսպես կյանքը կոչում էին ճանապարհ, որ Տիրոջ ճանապարհով էին գնում։ Երկրորդ բանը, որին պիտի անդրադառնանք, այդ երկրորդ սերմերը, որոնք ընկել էին, տեսեք, ընկել էին միտեղ, որտեղ պտուղ տվեցին, բայց քանի որ լավ հող չկար, շուտ չորացավ։ Այս լավ հող ստեղծելը իրականում շատ դժվար բան է։ Աստված մարդուն ստեղծել է հողից, եթե հիշում եք Ադամին, եւ որպես անեծք Ադամին տվեց մի շատ ծանր պատիժ, ասեց քո երեսի քրտինքով պիտի հողը մշակես։ Սա նաև նկատի ուներ, որ դու քո քրտինքով պիտի ինքնազարգանաս։ Եթե մինչև այդ Աստված կատարյալ մարդուն ստեղծել ու դրել էր դրախտում, հիմա մենք էլ այդ կատարելությունը չունենք, հիմա մենք պիտի տանջվենք որպես մարդ, որպես անհատ, որպես հայրենասեր, որպես քրիստոնյա, որպես մասնագետ, զարգանանք մեր վրա քրտինքով եւ ավելի ծանր էր Կայենի անեծքը, Կայենին տրված անեծքը, որ ասեց քո երեսի քրտինքով պիտի հողը մշակես, բայց արդյունք չստանաս։ Պատկերացնում եք ինչ ծանր բան է ասել Աստված Կայենին։ Հիմա այս հողի ամուր չլինելը կարող ենք մենք ինքներս մեր վրա պրոյեկտել, որ այդ հողը փխրեցնողն ենք մենք, մշակողն ենք մենք, այդ բերի հողն ենք մենք, այդ մակերեսային հողն ենք մենք։ Ձեր շրջապատում էլ վստահ եմ կան մակերեսային մարդիկ։ Ամեն ինչի մեջ կան, ասենք, չգիտեմ, երգի մրցույթա գնում մասնակցում այդ մարդը երգել չգիտի։ Պարի մրցույթա ուզում է իրան պարի մեջ փորձի։ Ծրագրավորում ջան, ծրագրավորում աշխարհը զարգանում է, դա ջան ես էլ եմ ծրագրավորում։ Իրար հետ գնանք։ Բայց այդ մարդը չի հասկանում ոչ մի բան։ Ամեն ինչի մեջ կա, ամեն ինչի մեջ։ Եվ ոչնչի մեջ միաժամանակ չկա։ Գնում է մի ամիս հավես անում, չէ, էս էլի մեջ էր, այն էլի մեջ էր, այն էլի մեջ էր։ Իսկ ի՞նչն է քոնը։ Ախր որ հասկանաս թե ինչն է քոնը, դու պետք է քո մեջ ինչ-որ բան ունենաս, չէ՞։ Շարունակությունը պիտի գտնես։ Հստակ կա, չէ՞, որ ասենք օրինակ, չգիտեմ, ծառերի, ծաղիկների, Դարվինեի շնորհիվ եմ սովորել, որ ամեն ծաղիկ ինչ-որ յուրատեսակ հող է պահանջում եւ ամեն ծաղիկ յուրատեսակ խոնավություն է պահանջում։ Այսինքն, եթե դու այդ ծաղկի պահանջները չգիտես, դու ինչ հող ես լսում կամ դու ինչ ծաղիկ մշակող։ Եթե դու քո կյանքի կարիքները չես գնահատել, դու չգիտես թե որտեղից ես գալիս եւ ուր ես գնում, ինչ ես ման գալիս։ Եվ այս նույնը հատկապես կա քրիստոնեական կյանքում, որ նոր ոգևորված գալիս են եկեղեցի, շատ ոգևորված մտնում են, բայց շատ հեշտ էլ հիասթափվում են։ Եթե այդ ֆունդամենտը չկա, եթե այդ հողը չկա։
Մենք հիմա սուրբ գրքի իմաստով գնում ենք այս ֆունդամենտը լցնելու հետևից, որովհետև այս ամեն ինչից է բխում քրիստոնեությունը։ Ինչի ենք մենք ընտրել առակները, որովհետև ամեն առակ կարելի է յուրատեսակ կարճ ավետարան համարել։ Ամեն առակի մեջ Քրիստոսի որևէ ուսմունք, եթե ոչ մեկից ավելի, արդեն անթեղված է։ Մեզ միայն մնում է այս ամեն ինչը վեր հանել եւ վեր հանել ու բերել մեր կյանք։ Ինչի է մեկնության մեջ միշտ տանում մտերես, մեզ հետ ինչ կապ ունի, որովհետև այս ուղղակի գիրք չի։ Եթե որպես գիրք քննարկեինք, ասենք կհավաքվենք, այդպես հաջորդ շաբաթ բանը կքննարկեինք Մարգեսի 100 տարվա մենությունը, կասենք ալալա Մարգեսին, էս լավ ալեգորիա է մտածել մարդը գրելա, որ ասենք Խոսե Արկադիո Բուենզյան խելագարվեց այն ժամանակ, երբ հասկացավ, որ բոլոր օրերը նույնն են։ Շատ լավ միտք է, բայց ես իմ կյանքում ես որտեղ կիրառեմ։ Եվ քրիստոնեության ու սուրբ գրքի ֆենոմենը հենց դա է, որ մենք եկել ենք ստեղ լսելու, որ սրանք կյանք տանք, մարմին տանք, գնանք օգտագործենք միտեղ, տանենք այս սերմերը ցանենք, որ արդյունք տա։ Ու տեսեք, երբ որ մեկնաբանում եմ 5 շերտ տալիս եմ ազգային, չգիտեմ, հայրենասիրական, մասնագիտական, անձնային հարաբերությունների մեջ, որպես քրիստոնյա, տեսեք ինչքան շերտեր կան, որ կարելի է այս առակը կիրառել։ Եվ հաջորդ վերջին տեղը, որ ասում է, դա այն է, որ փշերը ելնում են, կյանքի հոգսերը խեղդում են հարստության պատրանքները եւ չեն թողնում, որ մարդը դառնային ինչ որ կուզեր դառնալ։ Վստահ եմ ձեզանից յուրաքանչյուրը ունի կենցաղային խնդիրներ եւ չկա այդպիսի մարդ, որ այդ խնդիրները չունենա։ Ամեն մեկս ունենք դրա մասին մտածելու առիթ, ամեն մեկս ունենք կարիքներ, պահանջներ, հոգսեր, պարտքեր, վարկեր, չգիտեմ, բազմաթիվ խնդիրներ, բայց այս խնդիրները չպիտի մեր կյանքի որակի վրա ազդեն, ուզենք չուզենք ազդել մեր բնականաբար, այսինքն եթե դու ուտելու բան չունես, դժվար թե նստես ինչ-որ վեհ բաների մասին մտածես, բնականաբար, սրա մաս այս ռոմանտիզմի մեջ չեմ, բայց այն, որ դու օրինակ քո ուտելիքի մասին ոնց որ հոգ ես տանում, չէ՞, մենք մեզ շատ սիրում ենք, շատ լավ ենք նայում մեզ ուտելու հարցով, եթե այդպես օրինակ շաբաթվա մեջ մի օր վերաբերվենք մեր հոգու սննդին, հաստատ մեր կյանքը ավելի լավը կլինի։ Ու գիտեք, ասենք օրինակ շատ եմ տեսել այդ բանը, վիդեոներ եմ նայում, ասենք ամուսնացած զույգեր են, մի քանի տարի իրար հետ ապրում են, արդեն երեխեք ունեն բան, խոսեցնում են, ասում են, դե էլ սեր չկա, արդեն երեխու համար իրար հետ ապրում ենք բանման, դու հասկանում ես, որ այդ մարդը հենց այդ կենցաղային հոգսերի մեջ սերը կորցրել է։ Չգիտեմ, երեխա պահել, պամպերս առնել, փոխել, սնունդ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեր կյանքը չպիտի կորի այս ամեն ինչի մեջ, եթե կորում է, մենք ենք կորում որպես մարդ։ Որովհետեւ մեր կյանքը, որ վերցնեք ամեն օրը կենցաղ է, զարթնեցինք, պռոկկա, մի ժամ կես, գործ, ինչ-որ անհետաքրքիր երբեմն, ոչ միշտ մեր ուզած, ընդամենը ֆինանս վաստակելու միջոց, հետո տուն, էլի կենցաղ, ուրիշ հոգս, տնային, հա մի քիչ ավելի իհարկե ջեր, քնեն վաղելի նույն պատմությունը։ Ու եթե դու ես ամեն ինչի մեջ քո ռեժիմը չես դնում, ու եթե դու ես ամեն ինչի մեջ ինքդ չես կառավարում, ասես ինձ էսա պետք որ իմ կյանքը լավը դառնա։ Ու սրա համար մենք ինքներս մեզ պետք է ճանաչենք, մենք նախ պետք է հասկանանք մենք ինչից ենք երջանկանում։ Ինչն է մեզ երջանիկ դարձնում, ինչն է մեր կյանքի որակը գցում եւ ինչը մեր կյանքի որակը կբարձրացնի։ Ինչ անենք շաբաթվա մեջ օրինակ մի անգամ, որ մեզ ավելի լավ զգանք։ Որևէ բան, ասենք, չգիտեմ, այդ կարա լինի կինոթատրոնում կինո նայել, այդ կարա լինի քո սիրած ուտելիքը ուտել, այդ կարա լինի գնալ պատարակի, ամեն ինչ կարա լինի։ Դու քեզ բայց պիտի ճանաչես, որ այդ առաջնահերթությունները կարևոր ես։ Եվ չթողես, որ այդ կենցաղն ու հոգսը քեզ սպանեն, իրոք մեր կենցաղն ու հոգսերը մեզ խեղդում են։ Հավատն են խեղդում, սերն են խեղդում, հույսն են խեղդում, այն բոլոր արժանինքները, այդ բախումը միշտ կա էլի, որ մարդը ամեն դեպքում մարմինը հողից է ստեղծված, ձգտում է հողին, մենք միշտ ուզում ենք նստենք, մենք միշտ ուզում ենք պարկենք, մեզ լավ է ոչ մի բան չանելը, հող ենք էլի, հողին մոտ լինելն է մեզ հաճելի։ Եվ մեր հոգին ճիշտ հակառակ ասենք, ում խոսացնենք, հենց իմ առանձին ասենք, կյանքի ինչ նպատակ ունես, նենց վեր բանենք ասենք, շակարում ենք, որովհետև մարդը իրոք ուզում է, մեծ բաներ է ուզում, հոգին երկինք է ձգտում հակառակը,
վեր, բարձր է, բայց հարցն է, որ կենց աղը խեղդում է։ Ասենք ինքը որոշել է, օրինակ չգիտեմ, դառնա միջազգային դիվանագետ, ինչ-որ երկրի համար հարց լուծի։ Ինչ օրինակ բերեմ, ասենք ունի նշանած, այդ նշանածը չի թողում գնա սովորի, դե լավ դե ասում այն, այս ազգային հույսին չէր մնացել։ Գնում է մինիմալ ինչ-որ պայմաններում իր համար ապրում է, չի լինի այդպես։ Եվ սրա համար Հիսուսը ամբողջացնելով առակը, երբ մենք էլ եզրափակենք, ամբողջացնելով խոսում այդ պարարտ հողի մասին, որտեղ եթե լավ սերմ ընկնի, պետք է 30, 60 և 100 արդյունք տա։ Եվ այդ ժամանակը, որ լսելը իմաստ ունենա, երբ որ լսենք կհասկանանք, և նայելը իմաստ ունենա, որ ոչ միայն կնայենք, այլ նաև կտեսնենք այդ նայելու միջոցով։ Այսինքն, տեսեք, այսօր աշխարհը այնքան բազմազան է, YouTube-ով ինչ ուզեք կա, ինտերնետում ինչ ուզեք կա, լավ բաներ, վատ բաներ, էլի եթե դու այդ պարարտ հողն ես ու ճիշտ սերմն ես ընտրում, այսինքն եթե դու օրինակ X բանով ես հետաքրքրված ու դու գտնում ես այդ YouTube-ով, ասենք ինչ-որ podcast լսում ես, ոնց որ կյանքիդ որակը փոխվի, ոնց որ հոգևոր մտավոր աճ ունենաս, գտնում ես ինչ-որ քարոզ, ասենք չգիտեմ, քեզ ես հարցը հետաքրքրել էր, Սահակ Սրբազանը խոսել է, մի ժամ խոսում է, լսում ես ու զգում ես, որ այդ խոսքը քո մեջ ցանվեց ու սերմ տվեց, աճեց։ Ես շատ լիահույս եմ, որ դուք այս իմաստով և ձեզ որպես հող կմշակեք, և դուք ինքներդ ձեզ որպես սերմ կդիտարկեք ձեր շրջապատին ցանելու, քարոզելու, այն ամեն ինչը ինչ որ ձեր կյանքում կան։ Սրանք կարող լինեն պարզ մարդկային սկզբունքներ, պարտադիր չի էլի, որ օրինակ տենց չոր հոգևոր բանով հասկանանք, օրինակ ես ընկեր ունեի, իրեն շատ եմ սիրում, ասում էր ամեն մեկը չի կարա իմ տուն գա, որովհետև իմ տունը, իմ ընտանիքը, իմ սրբությունն է, հետևաբար այդ մտնող մարդը պիտի այդ արժեքն ու գիտակցությունը ունենա, որ մտնի իմ տուն։ Եվ այդ բնականաբար իմ մեջ էլ է տպավորվել, այսինքն այդ սերմը իմ սրտում ծաղկել է, ես այդ հասկացել եմ, որ այո, եւ այս սկզբունքները կյանքի մասնագիտական, որ ասենք իրար հետ մենք կիսելու բան չունենք, տեսեք հավաքվել ենք այսքան մարդ, ամեն մեկս մի ոլորտն է ներկայացնում, ամեն մեկս մի տեղ է, եւ մենք իրար հետ կիսելու բան չունենք, մենք իրար նախանձելու բան չունենք։ Եթե Դավիթը ասենք նոր մեքենա է առել, փառք Աստծո Դավիթի համար։ Այսինքն մենակ Դավիթը չէ, որ այդ մեքենայից ունի, լիքը մարդիկ ունեն։ Այս մարդը կրակը չի ինգեր, որ իրան ենք ճանաչում։ Նախանձելը իրոք իմաստ չունի, ասենք սրանք պարզ բաներ են, որոնք մենք չենք հասկանում։ Շատ պարզ բաներ են իրական։ Ամփոփելով իմ աղոթքն է, իմ հույսն է, որ այսօրվա այս խոսքն էլ, որ որպես սերմ ես փորձեցի ձեզ փոխանցել, ձեր սրտերում կգտնի այդ բերի ու պարարտ հողը, որ ծաղկի, շատ բաներ կուզեի ասել, բայց արդեն 3 րոպե էլ խախտել եմ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հիմա կլսեմ ձեր հարցերը, բայց շատ կուզեի անկեղծ, եթե ժամանակ լիներ կասեի տարբերությունները, որոնք են համատեսների, որտեղ ինչն է ավել, ինչն է պակաս, բայց դրա մասին հետո։ Հիմա լսում եմ ձեր հարցերը։